Վերջին 5 տարիներին կրթական համակարգում իրար հետևից ներդրվող փոփոխությունները, նոր չափորոշիչներ, պարտադիր ու կամավոր ատեստավորումներ եւ այլն հանրակրթության ոլորտի համար ծանր բեռ են, միևնույն ժամանակ անհրաժեշտ։ Ուսուցիչն է կրթության որակի հիմնական պատասխանատուն, իսկ Հայաստանում պատվաբեր այս մասնագիտության հանդեպ կա գրավչության պակաս, եւ դա ոչ միայն բարդ աշխատանքին, ոչ համարժեք վարձատրությունից է գալիս։ Մանկավարժների կարծիքով կրթության ու դպրոցի հանդեպ աշակերտի ծնողի վերաբերմունքն է փոխելու ենթակա։ Մեծ պատասխանատվությամբ իր աշխատանքին մոտեցող յուրաքանչյուր մանկավարժ չի խուսափում մասնակցել գործընթացների, որոնք մասնագիտական զարգացումը խթանելուն, կրթության որակը փոխելուն են միտված։ Հետաքրքիր է էլ ինչ պաշտություններ կան, որ կարող ենք հաղթահարել, ինչու չէ, նաև խրախուսելի է, որ նաև այդ հաղթահարելու շնորհիվ նաև մեր սոցիալական, ասենք, պայմաններն էլ կարող ենք բարելավել, կարելի է նաև այդպես ասել, բայց ամենակարևորը մշտապես լինել նորարար։ Ես դա արել եմ իմ ազատ ժամանակին, որ ես ընտանիք ունելով ազատ ժամանակին ես դրա աշխատել եմ դրա, կարելի ուրիշ մարդ կարող է չկարողանար դա այդ մի բաները, ես ոչ ընտանիքից էի տեղյակ, ոչ մի բանից։ Այնուամենայնիվ կամավորության սկզբունքով անցկացվող ատեստավորումը փորձություն է դարձել բոլոր ուսուցիչների համար, իսկ այն հաղթահարողները շահում են նախ հեղինակություն, վարկանիշի առումով եւ իհարկե ֆինանսապես։ Եվ այստեղ է, որ ամեն տարի անցկացվող ատեստավորումների գործընթացի վերաբերյալ մանկավարժների մոտեցումները բաժանվում են։ Մեծամասնությունը այն համարում է դրական քայլ, մի մասն էլ սուբյեկտիվ մոտեցումներ է նշում։ Ատեստավորման վերաբերյալ բացասական վերաբերմունք ունեն այն ուսուցիչները, որոնք երկարամյա վաստակ ունեն, բայց ատեստավորման անհաջող արդյունքը զրոյացնում է իրենց մասնագիտական որակը, թեստերի կամ լարվածության պատճառով։ Շատ լավ մասնագետներ, ովքեր որ կարող էին առավելագույն արդյունք ապահովել, աշխատատարության պատճառով չեն կարողացել իրենց միավորը վաստակել։ Ունենք շատ հզոր ու լավ ուսուցչական բանակ, մի փոքր ավելի շատ այդ կաշկանդվածությունն է խանգարում, գուցե մտածում են, որ եթե այս տարի չստացվի աշակերտները ինչ կարծիք կարող է ունենան, բայց աշակերտը եթե խոհեմ է, ինքը գիտե, որ այնպիսի գործընթաց է, որ եւ հուզմունքը կարող է խանգարել, ով որ իր ուսուցչին սիրում ու գնահատում է, հաստատ դա պատրվակ չի լինի, որ ուսուցչի բարի համբավը կամ անունը խաթարվի։ Կամավոր ատեստավորման քննություններն արդեն ավարտվել են, իսկ դժգոհությունները դեռ հասցեագրվում են նախարարություն, գնահատման եւ թեստավորման կենտրոն։ Մանկավարժները դժգոհում են թեստերի բովանդակությունից, բարդությունից, գնահատման չափորոշիչներից։ Երկրորդ տարին է, որ էլեկտրոնային օնլայն տարբերակով են անցկացնում քննությունները, որտեղ միջամտությունների ու այլ գործոնները բացառված են։ Շատ ուսուցիչներ ցուցաբերել են միջինից բարձր, նույնիսկ 100%-անոց արդյունք։ Այս տարի իմ երկրորդ փորձն էր, 100 եմ հավաքել, շատ գոհ եմ թեստերից, կազմված էին շատ բարեխղճորեն, թերություններ գրեթե չեմ նկատել, դիմավորել են ինձ շատ ջերմ, իմ 100-ը ես չէի էլ պատկերացնի, որ այդքան ջերմ կարող է դա այդքան հետաքրքրի երեխաներին։ Եվ գիտելիքների թարմացումը եւ խրախուսանքը երկուսն էլ տալիս է, եւ դու ավելի ինքնավստահ ես մտնում դասարան, որ դու տվյալ շեմա հաղթարել ես, դու կարող ես երեխաներին տալ առավելագույնը, ինչ որ հնարավորություն կա տալու աշակերտին։ Շատ ինքը կարևոր գործընթաց է։ Ատեստավորման փորձությունն անցած ուսուցիչներ էլ կան, որ գոհ չեն իրենց արդյունքներից, ավելի բարձր միավորների էին հավակնում։ Մասնավորապես բնագիտա-մաթեմատիկական առարկաների ուսուցիչները դժգոհ են հարցաշարերի համեմատաբար բարդ եւ խճճող բովանդակությունից։ Շատերը նաև նկատել են անհամապատասխանություններ կապված այն գրականությունների հետ, որոնք նշված չեն եղել ուսուցչի ուղղացույցում, սակայն ներառված էին թեստում։ Եղել են նաև բողոքարկման դեպքեր։ Բողոքարկման մի քանի կետեր ունեինք եւ բողոքարկել ենք, սպասում ենք պատասխանի։ Օրինակ ես նկատել եմ ու դրա պատճառով սխալ եմ ընտրել, Ալբերտ Էյնշտեյնը 25-րդ դարում զարգացրեց հարաբերականության տեսությունը։ Համարելով դա սխալ, քանի որ 25-րդ դարը բոլորս է հայտնի, որ դեռ չի եկել, ու համարվում է 25-րդ դարը իհարկե ապառնի, իսկ ընդհանուր կառույցը անցյալ էր։ Դրա պատճառով համարել եմ սխալ։ Արդեն 3-րդ տարին եմ մասնակցում եմ կամավոր ատեստավորմանը։ Ուղղակի կարող եմ ասել, որ այս տարվա թեստը զգալիորեն տարբերվում էր կոնե նախորդ 2 տարիների թեստից, շատ խրտին էր, խնդիրները դպրոցական մակարդակից շատ դուրս էին։ Նույնիսկ մենք նկատեցինք, որ ԵՊՀ-ի օլիմպիադայի խնդիրներն են ներառված եղել կամավոր ատեստավորման թեստի մեջ։ Դրա համար այս տարի ուսուցիչների ընդանուր միավորները ավելի ցածր էր, քան նախորդ 2 տարիներին։ Ես ինքս ավելի ցածր տոկոս եմ հավաքել այս տարի, քան նախորդ տարի։
Մինչև 59% արդյունք ցուցաբերած ուսուցիչը 1 տարի անց ենթակա է պարտադիր վերատեստավորման։ Մինչև այդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է համապատասխան առարկայական վերապատրաստում։ Եթե ուսուցիչը երկրորդ փորձին եւս չի հաղթահարում վերատեստավորումը, նրա դասավանդման իրավունքը կասեցվում է, մինչև նա իր նախաձեռնությամբ կմասնակցի հաջորդ վերապատրաստմանը եւ կհաղթահարի այն։ Նման պահանջները որոշ ուսուցիչների մոտ առաջացնում են սթրես եւ հավելյալ ճնշում։ Որոշ ուսուցիչներ նշում են, որ աշխատանքը չկորցնելու մտահոգությունն է նաև մղում ատեստավորման։ Բայց այդ մի բառ որ չլինի, որ աշխատանքից կազատեն, ինձ թվում է բոլորը կգնան կմասնակցեն։ Եթե ուսուցիչը մեր պետության մեջ ստանում է, կարելի է ասել միջինից ցածր աշխատավարձ, ինչու չստանալ բարձր, այդ իհարկե մի փոքր վիրավորական է, որ ուսուցիչը բազում փորձությունների միջով անցնելուց հետո է բարձրացվում իր աշխատավարձը, բայց կարելի է ասել, որ այդ թեկուս ոչ 90-անց, այդ 50%, 40% բարձրացումը իհարկե խրախուսական է ուսուցչի համար ու նմանվում է աշխատավարձը աշխատավարձի։ Կամավոր գնալ մասնագիտական ուժերը գնահատելու եւ աշխատավարձի չափն ավելացնելու նպատակի հետևից այս տարի շատ ուսուցիչներ են փորձել։ Ատեստավորման հայտ ներկայացրած մանկավարժների թիվն ավելացել է։ Ըստ վաստակած միավորների 60-ից 69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար սահմանվել է 200,000 դրամ մեկ դրույքաչափի համար։ 70-ից 79% հաղթահարած ուսուցիչները կստանան 30% հավելավճար, 80-ից 89% արդյունքի դեպքում 40%-ով կբարձրանա ուսուցչի աշխատավարձը, իսկ 50% հավելավճար կստանա այն մանկավարժը, որը ցուցաբերել է 90-ից 100% արդյունք։ Հասմիկ Թումասյանը, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։